Կոնցեպտն իրենից ներկայացնում էր պարզապես մակետ, որի էֆեկտիվ արտաքինը սակայն անջնջելի տպավորություն թողեց և համոզվածություն, որ այս մեքենան վաղ թե ուշ արտադրության կդրվի։ Այդպիսի համոզվածության համար երկու պատճառ կար։ Նախ, մեքենան իր արտաքինով տրամագծորեն տարբերվում էր բոլորից, և երկրորդ, ընկերության հիմնադիր Խոզե Ռուբաուն իր եռանդով և պրոֆեսիոնալիզմով համոզում էր, որ չնայած ահռելի դժվարություններին և ֆինանսական միջոցների պակասին, նորաստեղծ ընկերությունը մտադիր չէ կանգ առնել ճանապարհի կեսին։ Այլ այսպես կոչված նախասենյակում, որտեղ տարածքներն ավելի մատչելի են և տրամադրվում են հիմնականում ավտոմոբիլային սարքավորումներ և աքսեսուարներ։ Ժնևյան ավտոսալոնի մշտական մասնակցի կարգավիճակով ցուցադրում էր իր F1 Type կոնցեպտուալ մոդելի արդեն սերիական տարբերակը։ Մեքենան էական փոփոխությունների չի ենթարկվել, այն ուղղակի անշունչ մակետից վերածվել է իսկական մեքենայի։ Խոզե Ռուբաուի խոսքերով ինքը հոգնել է ժամանակակից անդեմ դիզայնից և փորձում է ետ բերել այն ժամանակները, երբ մեքենան վառ անհատականություն էր, արվեստի իսկական գործ։ Եվ իրոք, երիտասարդ դիզայների ներկայացրած մոդելը միանգամայն յուրահատուկ դիզայն ունի, որը չի կարելի շփոթել որևէ մեկ այլ մեքենայի հետ։ Եվս առկա են զարգացած հակաթևեր, որոնք պետք է կայունացնեն մեքենայի ընթացքը գերբարձր արագությունների պայմաններում։ Ուղևորախցիկի ետնամասում Մերսեդեսի 12 մխոցային շարժիչն է, որը կրկնակի տուրբոներմղիչների օգնությամբ զարգացնում է 720 ձիավուր շզորություն։ Գնում է 600,000 եվրոյի մասին, սակայն ընկերությունում պնդում են, որ մեքենայի գինը կախված է միմիայն պատվիրատուի ցանկություններից,
թե ինչ նյութերով եւ ինչպիսի ձևավորում կգերադասի պատվիրատուն։